Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Խաչատրյան, Սիրով։ Պարոն Խաչատրյան, կուզեի մեր զրույցը սկսեինք նախորդին տարածված մի հայտարարությունից, ըստ որի Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել Վրաստանից եկող գազատարը, եւ ես ուզում եմ նաև հիշեցնել Արայիկ Հարությունյանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքերը, ով 3 լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ սահմանազատման պրոցեսի ընթացքում կարող են գազատարի հետ կապված խնդիրներ առաջանալ, ուստի այն անհրաժեշտ է տեղափոխել առավել անվտանգ վայր։ Պարոն Խաչատրյան, ավելի քան 30 տարի գազատարը գործել է այն հատվածում, որտեղ այս պահին կա, եւ երբևէ խնդիր չի առաջացել։ Հիմա ինչ խնդիր կարող է առաջանալ։ Տեսեք, նախ սահմանազատման հետ կապված իհարկե այն դրույթները կամ այսպես ասած սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն կամ կետերը, որոնք համաձայնեցվել են եւ ըստ դրանց հետագայում պետք է կազմակերպվեր ու իրագործվեր այդ գործընթացները, դա ինքը հենց խնդրահարույց է։ Եթե համաձայնեցվել են, եթե կա փոխադարձ ըմբռնում եւ դրանցով պետք է շարունակեին աշխատանքները, ինչի համար, ինչ որ իրենց համար նպաստավոր հարցեր լուծելուց հետո դադարեցվեց այդ ամբողջ գործընթացը։ Այսինքն կա խնդիրներ, կան հարցեր, որոնք որևէ կողմի համար այս պարագայում նպատակահարմար չի։ Եթե դիտարկելու ունենք, որ այդ գործընթացում երկու կողմեր են ընդգրկված, հայկական եւ ադրբեջանական կողմ, ես այդտեղ մեր համար ոչ նպատակահարմար բան, որպես այդպիսին, որ կարող էր բարձրացվել եւ ընդունելի լիներ Ադրբեջանի կողմից ու համաձայնել, չեմ տեսել։ Այսինքն ամենից ի վնաս մեզ է եղել եւ այդ պարագայում համաձայնություն ձեռք է բերվել, հիմա նորից դադարեցվել է, նշանակում է շարունակությունում էլ կա, էլի ինչ որ պահանջներ, կա ինչ որ հարցեր եւ ինչպես ներկայացնում է խնդիրներ, որոնք պահանջի տեսքով ներկայացվելու է հայկական կողմին կամ արդեն ներկայացվել է հայկական կողմին եւ այնքան վատն է այդ պահանջը կամ այնքան ճճացող զիջում պետք է իրականացվի այդ հարցում, որ ուղղակի այսպես համարձակություն չունեն դա հայտարարելու։ Կարող է դա իրենց համար պաշտոնի, իշխանության, շատ այլ հարցերի կորուստ է արժանացնի։ Ինչ վերաբերում է կոնկրետ գազատարին, իհարկե գազատարը այս ժամանակահատվածում այդ 3 հանրապետությունների կցատեղից սկսած տարբեր հատումներ է ունեցել։ Վրաստանի սահմանից անցնում է Ադրբեջան, հետո նորից հայկական տարածք, հետո նորից ադրբեջանական ուժերի։ Այս պահին այդպես է։ Այս պահին էլ է այդպես։ Հետո նորից ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում է անցնում, չնայած գազատարը մերն է։ Ինչի է այսպես եղել, իհարկե մենք ամբողջությամբ այն ժամանակահատվածում եւ նաեւ հատկապես վերջին ժամանակաշրջանում, երբ կար որոշակի լարվածություն, դիրքերի տեղաշարժերով, մեր դիրքերի բարելավումով այնպիսի իրավիճակ ենք ստեղծել, որ նույնիսկ հակառակորդի ուժերի հսկողության տակ գտնվող տեղամասերում, որ կարող են ինչ-որ ձևով վնասել, մենք ունենանք դրան համարժեք պատասխանելու կամ այդ քայլերը կանխարգելելու հնարավորություններ։ Իհարկե, այդ ինքը գազատարը այնպիսի տարածքում է, որ վտանգավոր է նույնիսկ զինծառայողների կյանքի անվտանգության հետ կապված, որտեղ գիտեք, երբ դիրքը գազատարին մոտիկ է եւ դրան վնասել է, ինչպիսի արդյունք կարող է ունենալ, չասեմ անձնակազմի, այդ սպառազինության տեխնիկայի կամ ամրաշինական կառույցների վրա, բայց պայմաններն եղել են։ Հիմա եթե կոնկրետ ինչ որ բան են փոխել, այստեղ ես պարզ ասեմ,
այդ հիմնական բաշխիչ կետը գտնվում է Վրաստանի տարածքում եւ դա հայկական կողմի հսկողությունից դուրս է այսինքն ընդդեղից հետո երբ անցնում է Վրաստանի տարածքից դուրս է գալի ու մտնում Ադրբեջանի տարածք ինչպիսի կորուստներ կարող են լինել ով այդտեղից ինչ օգտագործման հնարավորություն կարող է ունենալ մեր վերահսկողությունից եւ հատկապես հիմա ընդհանրապես դուրս է միգուցե կապված է այդ բանի հետ որ այդ բաշխման կամ վերահսկման կայանը Կարմիր մոստ կոչվող տեղամասից տեղափոխվի հայկական կողմ եւ այդ հատվածը տեղաշարժվի ես սա լավագույն տարբերակն եմ ասում եւ կարող է լինել շատ ավելի վատ խնդիրներ որ Ադրբեջանը կարող է ներկայացրել եթե իմ տարածքով ձեր գազը անցնում է դրա համար համապատասխան միջազգային օրենքների համապատասխան հարկեր եւ դուրքեր պետք է վճարվի որպես տրանզիտ տեղափոխման այսպես ասած ուղի որը այս պարագայում գոնե մեզ համար հեչ դեռնտու չի քանի որ ստացվում է որ ռուսական գազը մեր երկիր հասնելու համար երկու պետության պետք է մենք հարկեր վճարենք մեզ ունենալու թույլտվությունը Այդ գազատարը անցնում է նաև ոսկեպարի ճանապարհով։ Մենք հիշում ենք Գիրանցի հատվածում, երբ սահմանազատում տեղի ունեցավ, այնտեղ ճանապարհը շարունակեց մնալ, եթե չեմ սխալվում, հայկական հատվածում, որովհետև բերքաբերում ունեինք որոշակի տարածքներ, որոնք Ադրբեջանը վերցրել էր եւ այսպես լրայլային համաձայնությամբ այդ փոխանակումը առայժմ դե ֆակտո ուժի մեջ էր մնում, մինչեւ որ կանդրադառնային դրան։ Հիմա սրա խնդիրն է, թե ինչպես դուք ասացիք, նոր լրացուցիչ պահանջներ կան, օրինակ անկլավների տեսքով։ Գիտեք, ինչ քննարկումներ, ինչ բանակցություններ, ինչ պահանջներ կա, ես չեմ կարող ասել, բայց դուք կոնկրետ տեղի հետ կապված ասացիք, մինչև դա էլ ես ասացի, Վրաստանի Հանրապետությունից դուրս գալուց անցնում է Ադրբեջանի տարածք, այնպես չի որ ուղիղ մտնում է հայկական, հետո նորից հայկական, հետո նորից ադրբեջանական։ Տարածք ասելով ես նկատի ունեմ ուժերի վերահսկողության գոտի։ Բա ինչպես է որ մինչ այս պահը նույնիսկ ադրբեջանական տարածքում այդտեղ խնդիրներ չունեինք, գոնե թե խաղաղ ժամանակահատվածներում Դուք ինչը նկատի ունեք, պայթեցնելու հետ կապված։ Դե պայթուններ կամ, չգիտեմ, կանգնեցնել, դադարեցնել գազամատակարարման հոսքը դեպի Հայաստան։ Տեսեք, ես մեկ այլ տարբերակով ձեզ ներկայացնեմ, եթե գազատարը գտնում է ինչ-որ տարածքում եւ ինչ-որ վերահսկողության տակ, որտեղ տնօրինումը կոնկրետ անձանց կամ օբյեկտի կողմից կարող է իրագործվել։ Ես հիմա բարձ հարց բարձրացնեմ, եթե օրինակ այդ գազատարից օգտվի Ադրբեջանը, որտեղ որ իրենց տարածքով է կամ իրենց վերահսկողության տակ է, ով կարող է դա վերահսկել կամ պահանջել, որ այդպես չլինի, կամ ով այդ ինֆորմացիան ժողովրդից նույնիսկ զինծառայողներից, որոնք այսպես ասած սահմանի պահպանության, պաշտպանության խնդիր են կատարում, ով այդ տեղեկությունը ունի։ Ինչ որ չափի, ինչ որ քանակի մտնում է Վրաստանի տարածք եւ այլ չափի կամ քանակի դուրս է գալիս կամ մտնում է Հայաստանի տարածք։ Այդ արանքում կամ այդ միջնամասում բնական կորուստների պատճառով է, արհեստական ստեղծված ինչ-որ պատճառներով է դա պակասում, թե, չգիտեմ, ինչ-որ մեկը իր կմաճիկների համապատասխան օգտագործում է, ով կարա դրա պատասխանը տա։ Կարծում եք մինչ այս պահը այդ տարբերությունը մեր իշխանությունները եւ Վրաստանի իշխանությունները չեն քննարկել, վստահաբար իրենց միգուցե քննարկել են, ես գիտեմ, որ նույնիսկ վերանորոգման աշխատանքներ այդ կորուստների հետ կապված եղել է, որտեղ այն ինչ ծավալներ մտել է վրացական տարածք եւ այն ինչ ծավալ որ մտել է հայկական տարածք բավական լուրջ տարբերություն եղել է։ Մեզ ներկայացված պատճառաբանություններում դա եղել է խողովակների մաշվածության, արտահոսքերի, չգիտեմ, բնական այդ հոգնածության մետաղի նաեւ այսպիսի արտահայտություն կա պատճառներով, բայց իրականում ինչ է եղել, որևէ մեկն էլ որևէ պաշտոնատար անձի թույլ չի տվել, թեկուզ եղել է այդպիսի
առաջարկ դիմում ստուգելու այդ գազատարի այդ խողակաշարը գծերը եւ համոզվելու ինչ կա, որ մեկն էլ թույլ չի տվել։ Ինչ որ մեր տարածքում, մեր հսկողության տակ գտնող մասերում եղել է դրա հետ կապված խնդիր չկա, բայց այն ինչ որ մեր հսկողությունից դուրս է, նույնիսկ վրացական կողմ դա թույլ չի տվել։ Դուք այստեղ վտանգ տեսնում եք Հայաստանի համար։ Իհարկե վտանգ տեսնում եմ։ Այ դուք Տեղափոխման մասով ես նկատի ունեմ հատկապես։ Եթե լինի այնպիսի տեղափոխում, որ ամբողջական հսկողությունը իրականացվի հայկական կողմի կողմից, իհարկե դա շատ նպաստավոր է մեր համար եւ տնօրինման եւ նաեւ անհրաժեշտության դեպքում ինչ որ քայլեր ձեռնարկելու համար։ Բայց դա ինչպիսի ծախսեր կբերի, ինչ խնդիրների առաջ կկանգնեցնի, ինչ պահանջներ լրացուցիչ կդրվեն հենց այս ուղղությամբ, ես չեմ կարող ասել։ Իդեպ այստեղ ասեցիք չի վտանգ, չի հանդիսանում նաեւ որ ադրբեջանական կողմ կարող է փակել կամ պայթեցնել կամ եւ այլն։ Վիճակը այնպեսին է, որ տեսեք, եթե փակում է, եթե չկա իրենց կողմից դա ինչ որ դեպքում օգտագործելու խնդիր, կարող է փակել եւ խնդիրներ առաջացնել։ Իհարկե, այս խնդիրները կառաջանան ոչ միայն մեր հետ, կառաջանա եւ Վրաստանի եւ նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետեւ այդ մատակարարումը այնպես չի, որ մեր միջև զուտ այսպես գեղեցիկ աչքերի նայելով համաձայնությունները կա միջազգային պայմանավորվածություններ, համաձայնություններ եւ կարող է դա վնասել նաեւ Ադրբեջանի շահերին։ Բացի այն, որ եթե իրենք չեն օգտագործում, եթե փակում է իրենք էլ են օգտագործում, միանշանակ իրենք էլ չեն կարողանալ օգտագործել։ Իսկ պայթեցնելու կամ վտանգելու, վնասելու պարագայում ես ասացի, որ դա ոչ միայն կարող է մարդկային կամ սպառազինության տեխնիկայի վնասների հանգեցնել, ուղղակի ամրաշինական կառույցներին էլ այդ տեղամասում ինչ որ կան ռազմական, դա կարող է վնասել։ Տեղաբաշխումը այնպեսին է, որ եւ դիրքային առումով տեղաբաշխվածությունը եւ անմիջապես մոտ լինելով գազատարին դիրքերը դեր կա, որ հենց անմիջապես դիրքի տակով է անցնում գազատարը։ Իհարկե տեղամրաշինական կառույցներ բնականաբար չկան, բայց վնասելը չի բացառում նաեւ այդ ամրաշինական կառույցների վնասը։ Պարոն Հոչատյան, այստեղ հարցն այն է, որ որոշ փորձագետներ կարծում են, որ հարցն այն է, որ միգուցեև անկլավների հարց առաջանա։ Անկլավների հարցը կապվի գազատարի հետ։ Այո։ Այդ հատվածներով անցնում է գազատարը։ Անկլավների Այսպես կոչված, որոնք իբրև թե եւ Ադրբեջանը համարում է իր տարածքները։ Այդ տարածքներում այդպիսի, ասենք, տարածքային խնդիրներ եթե լինեին, ես չեմ ասում, որ չէ կամ հայ եթե լինեին եւ Ադրբեջանը ունենար, չէին գա ինչ որ այլ տեղից սկսեն, որտեղ կար իրենց համար ոչ բարենպաստ պայմաններ, որտեղ կար խնդիր, որի լուծումը իրենց համար հետո ոչ միայն պահի հետ կապված, այլ ռազմավարական առումով առավելություններ ստեղծում, ընդդեղից էլ սկսեցին։ Այդ տարածքում չկա այդպիսի խնդիր։ Անկլավների հարցը բոլորովին այլ հարթությունում է եւ բոլորովին այլ տեղամասերում։ Տարածքային հարցեր սահմանազատման հետ կապված կոնկրետ սահմանից մի փոքր առաջ, մի փոքր հետ այն քարտեզները, որոնց հետ կապված կա շեշտադրումներ կամ որոնցով պատրաստվում են դա անեն, իհարկե կա եւ դա կա սահմանի ամբողջ երկայնքով, որովհետեւ այն տեղերում, որտեղ տեղաբաշխված են պաշտպանական ամրաշինական կառույցները, բնականաբար դրանք տեղադրվել են նաև դիրքային առավելության նպատակահարմարությունից եւ գերիշխանություն հակառակորդի նկատմամբ ունենալու հնարավորություններից, որտեղ մեր հնարավորություններն են թույլ տվել այդպիսի տեղերը օգտագործել ի նպաստ մեզ, միանշանակ օգտագործվել է եւ կան տեղեր, որոնք հակառակորդը չնայած դրանք պետք է նշեմ, որ շատ քիչ են եղել, բայց այդպիսի բաներ էլ եղել։ Պարոն Հոչատյան, այս օրերին Նիկոլ Փաշինյանը շրջում է ինչ-որ մակետով եւ այդ մակետով կրծքանշաններ է բաժանում մարդկանց։ Ձեզ համար հասկանալի է ինչ քարտեզների հիման վրա է այդ մակետը կազմված։ Ասեմ
ռազմական տեղագրական քարտեզների հիման վրա է եւ ինչ որ ճշգրտությամբ է դա կազմված, միանշանակ ստած կլինի։ Հատկապես եթե համանազատման աշխատանքներն ըստեյության ավարտված չեն եւ հստակ էլ չէ որտեղ։ Դե այդ հարցով բազմաթիվ անգամներ տարբեր մարդիկ անդրադարձել են, եթե մենք հստակեցված սահմաններ չունենք, ինչի հիման վրա է այդ խաղալիք, այսպես կոչված կանացի լեզվով բրոշները, հա, այդ կրծքազարդերը, ինչի հիման վրա է պատրաստված, դա ուղղակի խաղալիք զարդ, որը ես իմ երեխաներին կամ անհասկացողներին ուրախացնելու ինչ որ տպավորություն թողելու համար։ Պատկերացնում եք, ասենք, ամեն երկրի ղեկավար իր երկրի քարտեզը կամ մանրակերտը կրծքին փակցնի եւ ինչ որ մասշտաբներ սահմանված լինեն դա ունենալու համար ու դրանով շրջի, օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահի կրծքին ինչ պետք է կպցված լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ինչ պետք է կպցնի, եւ վերջին հաշվով ուղղակի գրվածքը Հայաստան կամ Հայաստանի Հանրապետություն կամ այն խորհրդանիշը, որով մենք հանդես ենք գալիս ամբողջ աշխարհում, մեր զինանշանը բավարար չի արդյոք ներկայացնելի կամ ներկայացված լինելու համար, որ մի հատ էլ քարտեզ ենք ուզում։ Չէ, սա ընդհանրապես այլ բովանդակություն եւ էությամբ հարցի խորքում ընդհանրապես այլ բան է դրված։ Ես ասացի, որ չհասկացողներին, երեխաներին ինչ որ հաճելի բան անելու համար, բայց ավելի շատ հակառակորդի համար է։ Բոլորին ցույց են տալու, որ տեսեք, այն ինչ որ դուք ուզում եք, մենք անում ենք, մենք էս ենք, էսա, մենք ձեզանից որևէ պահանջ չունենք, մենք նույնիսկ այն ինչ որ մերնա դա չենք ուզում, մենք նույնիսկ ճշգրտված ինչ որ բաներ, հարցեր մեջտեղ չենք բերում, ձեր հետ գործ չունենք, խնդրում ենք սրանով բավարարվեք։ Եվ այստեղ կարելի է ենթադրել, որ երևի թե այլ պահանջներ էլ որ ցույց են տալի, էսա մեր էլի խնդրում ենք, որ ասում է եղբայր, աղբորպես խնդրում ենք, այսքանով համաձայնվեք, էլ մի շատ բան արեք, որտեղ շատ վատ կլինի։ Բավարարվելու են հարցը դա է թերևս, Իհարկե ոչ։ Շարունակում են Արևմտյան Ադրբեջանի մասին խոսել։ Տեսեք, խնդիրը նույնիսկ Արևմտյան Ադրբեջանի մասին խոսելը չի։ Ինչ ժամանակաշրջանից ուզում եք վերցրեք, երբ եղել են հայ-թուրքական եւ որպես դրա շարունակություն հայ-ադրբեջանական հակասություններ, ինչպիսի խնդիրներ է բարձրացվել եւ ինչպիսի լուծումներ է տրվել։ Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր հարցեր, տարբեր մեկնաբանություններով եւ խորքում ստեղ ինչն է որ հայը, Հայաստանը մեծ թուրանի կազմավորման համար ոսկոր է ինչ որ կոկորտին մնացած կտոր, որ արգելում է, այսինքն մեր գոյությունը, հայ գոյությունն է խնդիր ստեղ, ոչ թե տարածքներ կամ հարաբերություններ կամ ինչ որ հարցեր, որ պետքա քննարկում, ուղղակի հայ գոյության խնդիրն է։ Հայ չպետք է լինի, որ մենք խնդիր չունենանք, քանի կա հայը որպես այդպիսին, խնդիրներ լինելու են։ Դե տեսեք, պարոն Խաչատրյան, իրենք էլ ասում են, քանի որ այդպես է ստացվել, որ խնդիր ենք լինելու, եկեք խնդիր չստեղծենք իրենց համար, թույլ տանք թող գան, միջանցք են ուզում, ճանապարհ են ուզում, ինչ ուզում են։ Տեսեք, ես ասեցի, ինչ էլ թույլ տանք, ինչ էլ լինի, ինչքան էլ լինի, եթե կա հայ, եթե կա Հայաստան, այդ խնդիրը կա, որովհետև գնալ, գալ, իշխանության տակ նույնիսկ լինել, ամբողջությամբ իրենց կողմից կառավարվել կամ իրենց ուզածները անելն էլ է քիչ պահանջներին կամ ձգտումներին հասնելու համար, որովհետև անհանգստություն կա եւ դա բնական անհանգստություն է, որ մի օր կարող են նորից բարձրաձայնվի այն հարցերը, որոնք 100-ամյակներով բարձրաձայնվել է, հայոց հարց, մեր պատմական իրականությունը վերականգնելու, մեր կորցրածը, մեր նկատմամբ անարդար վերաբերմունքի հետ կապվածը փոխհատուցում տալու հետ կապված, այս շարքում բազմաթիվ այլ հարցեր կարող է մի օր նորից բարձրաձայնվել, իսկ
իրենց նպատակը այն չի, որ այսօր նորմալ է կարող ենք բավարարվել, վաղը եթե հարց առաջանա, լուծում կտանք։ Եթե հարց կարող է առաջանալ, ավելի լավ չի այնպես անենք, որ հարց ընդհանրապես չառաջանա։ Իսկ հարց չառաջանալու միակ տարբերակը, որ հարց առաջացնող կամ ինչ որ պահանջատիրական դրսևորումներ ունեցողներ չլինեն։ Չլինի հայ, չլինի Հայաստան, չեն լինի այդ պահանջները։ Պարոն Խաչատրյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը պնդում է, քանի որ ինքը չունի այդ պահանջատիրական հայտարարություններով հանդես չի գալիս եւ այլն, այ հենց այդ սկզբունքով էլ դաշտը բաժանել է խաղաղության եւ պատերազմի կուսակցությունների եւ ասում է, այ եթե ես չգամ, ես որ խաղաղության խորհրդանիշն եմ, եթե ես իշխանության չգամ, ապա գալու են այն ուժերը, որոնք պատերազմի խորհրդանիշ են եւ պատերազմ է լինելու։ Ուստի եթե ես չընտրվեմ, ապա ամենաուշը աշնանը լինելու է նոր սեպտեմբերյան պատերազմ եւ ավելի վատ հետևանքներ է ունենալու։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ես չգամ, պատերազմ է լինելու, նշանակում է խաղաղություն չկա։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պատերազմ չի լինելու։ Հիմա մյուս տարբերակը, որ եթե ինքը չլինի, կլինեն նոր ուժեր, որոնք կուզենան պատերազմ, կսկսեն պատերազմ ավելի ճիշտ, եւ պատճառը հակասությունների մնացած հարցերի կապված կլինի դրա հետ։ Իրեք դա այն պարզ տրամաբանություն ամենացածր հասկացողություն ունեցող մարդուն էլ հասկանալի է։ Նոր իշխանությունները մտնելու են այդ բեռի, այդ ծանրության տակ, պատերազմ են հայտարարելու այն երկրում, որտեղ կա եւ մարդկային ռեսուրսի խնդիր, եւ տնտեսության զարգացածության հետ կապված խնդիր, եւ զինված ուժերի սպառազինվածության ու մարտունակության հետ խնդիր։ Պետք է այդ մոտեցումը ցուցաբերվի եւ մտնեն հակասության, հակամարտության մեջ մի երկրի հետ, որ պատիկներ անգամ այսօր գերազանցում է իրեն։ Հասկանալի չի, որ դա ոչ միայն արկածախնդրություն չի կարելի անել, դա ընդհանրապես խելքին մոտ բան չի։ Կան իհարկե եւ դիվանագիտական եւ միջազգային այլ հարթակներ, լծակներ, դա մի ամբողջ համակարգ է, որը ամբողջականացված պետք է օգտագործվի։ Եթե ունենք ինչ որ խնդիրներ, հարցեր, որոնք ի վնաս մեզ են լուծված եղել կամ արդար լուծումներ չեն ստացել, այդ ձևով լուծելու, բայց ասել գնալու ենք պատերազմի, որ ինչի հասնենք։ Հա, հասկանալի է, եթե մեզ պարտադրված լինի պատերազմ, մենք պետք է կարողանանք դրան էլ դիմակայենք եւ արժանի ասում է կհարցակվեն։ Իսկ ինչի հիմա չեն հարձակվում, հետո պետք է հարձակվեն։ Այսինքն կա դեռևս պահանջներ, որոնց շուրջ ունեն համաձայնություններ եւ որոնք ինչ որ ժամանակաշրջանում փուլային կլինի, թե կոնկրետ նշված ժամանակահատված կլինի, պետք է կատարվի։ Եվ ակնհայտը փաստվում է ուրեմն դա չէ, որ կա որոշակի պահանջ եւ սրա շուրջ համաձայնություն։ Եթե այն առաջի տարբերակը ընդունելի չի, պատերազմ սկսելու հետ կապված, մնում ենք երկրորդ տարբերակին։ Իսկ այստեղ էլ ինչ պահանջներ ունեն։ Ես քիչ առաջ ներկայացրեցի պահանջը ամբողջական եւ միանշանակ այն է, որ Հայաստան եւ հայ ժողովուրդ չլինի։ Հիմա այդ պահանջի որ մասն է այսօր համաձայնեցված եւ որ մասին ու ինչ ժամանակաշրջանը պետք է հասնվի իրենց կողմից, դա միանշանակ այդպես է։ Կլինի պատերազմ։ Լավ, եթե ինքնության ոչնչացման խնդիր կա, թող լինի պատերազմ։ Այդ են ուզում լսեն։ Եթե ես չեմ լինելու, եթե իմ հարևանը, իմ ազգականները, մեր երկիրը վերջին հաշվով չի լինելու, չպատերազմենք, ասենք ոչինչ թող չլինի։ Միայն թե խաղաղություն լինի։ Բայց դա խաղաղություն էլ չի ախր։ Դա ստրուկի համար խաղաղությունը ո՞րն է, որ հնարավորություն ունի ինչ որ ժամանակ օրվա ընթացքում քնել։ Չունի այդ հնարավորությունը, ախր անհասկանալի է, երբ ուզի տերը կարտնասնիկ ասի, իրավունք չունես քնես։
Ախր այդ իրականությունը պարոն Խաչատրյան իրենք բոլորովին այլ կերպ են ներկայացնում։ Իրենք ասում են մենք ունենալու ենք հրաշալի տնտեսություն, կզարգացնենք, այ սահմանները կբացվեն, տնտեսական նոր հեռանկարներ կբացվեն, Միացյալ Նահանգներից ենք փորձելու, այսպես նոր տեխնոլոգիական արդյունաբերություն ենք սկսելու եւ այլն։ Ես շատ հաճախ հայրանում եմ այն մարդկանց փայլուն մտքերի, շարադրանքների եւ մոտեցումների վրա, ովքեր իրենց մասնագիտական առումով ոչ տիրապետող շրջանակներին հետ կապված ինչ որ վերլուծություններ կամ քննարկումներ են անում։ Սա գաղտնիք չի, որ իմ մասնագիտական ոլորտը չի եւ խորը վերլուծություններ կամ դրանից ելնելով եզրահանգումներ չեմ ներկայացնի։ Ուղղակի մի բարձ բան ասեմ, անկախ ամեն ինչից, անելու են։ Մի արած ցույց տվեք էլի։ Մի բան ցույց տվեք, որ արել են, ապահովել են, կա եւ կարող են ինչ որտեղ աճեցնել, զարգացնել, կատարելագործել։ Եթե կա մի այդպիսի բան, ես համաձայն եմ, որ անելու են, բայց ախր չկա, օրինակը չկա դրա։ Որևէ առաջխաղացման, որևէ լավի, որևէ դրականի արձագանք դրանց հետ կապված որևէ տեղ չկա։ Եթե անելու էին մինչև հիմա ինչի չեն արել։ Ունեն եւ հնարավորություն, եւ լծակներ, եւ խանգարողներ, որպես այդպեսին այդպես այդ գործերում չի եղել, բայց բարձ տրամաբանությունն է, չէ՞։ Անհասկանալի է, որ դա սուտ է։ Պարոն Խաչատրյան, Փաշինյանը հայտարարում է, որ արցախցիները չեն գրվել։ Եթե հիշում եք, այս շաբաթ սպառնում էր, որ կներկայացնի փաստաթղթեր, ասում էր 80-ից 90% սպառազինությունը չի կիրառվել 2023 թվականի պատերազմի ընթացքում, վերջին պատերազմի ընթացքում սեպտեմբերյան, եւ ասում էր փախել են, ճողոպրել են եւ այլն։ Շարունակեմ։ Պարոն Խաչատրյան, այդ ինչպես է ստացվում, որ չեն կռվել, եթե մեկ օրվա ընթացքում արցախցիներն ունեցել են 253 զոհ եւ մինչ այս պահ, եթե չեմ սխալվում, 33 անհայտ կորած կա։ Ինչ վերաբերում է կռվել, չկռվելուն եւ կռվելու ու չկռվելու գնահատականը տալ զոհերով ու կորուստներով, դա այդքան էլ համաձայն չեմ, իհարկե ինչ որ բան ներկայացնելու առումով դա կարող է ասել, բայց կարող են ընդհանրապես զոհ չտալ եւ հաջողության հասնել եւ հակառակը շատ զոհեր ունենան ու ընդհանրապես հաջողություն չունենան։ Սա այն պահով, որ իհարկե կորուստները եղել են մարտական իրավիճակում, հերոսական գործողությունների իրենց առաջադրված խնդիրը փայլուն կատարելու կամ կատարելուց չհրաժարվելու արդյունքում է այդ ամեն ինչ եղել։ Իսկ ինչ վերաբերում է չկռվելուն, մենք կռվելը պատկերացնում ենք միայն զինված ընդհարումը, այսինքն երբ զինվորը կամ զինված ստորաբաժանում մեկ այլ ստորաբաժանման հետ որոշակի տարածքում ինչ որ ժամանակաշրջանում գործողություններ է իրագործում, բայց ախր պատերազմ արտահայտությունը ամբողջ պետությանն է վերաբերում եւ պատերազմները, որ վարվում են պետությունների միջև, ոչ միայն ռազմական դրսևորում ունեն կամ ռազմական բաղկացուցիչի արտահայտվածությամբ են ի հայտ գալիս, այլ տարբեր ունեն։ Կա տնտեսական պատերազմ, կա տեղեկատվական պատերազմ, կա, չգիտեմ, տարբեր ճնշումների իրենց նպատակներին այդ ձևով փորձել հասնելու միջոցով պատերազմներ։ Այնպես որ պատերազմ ասելով մենք պետք է հասկանանք պետությունը ամբողջականությամբ վերցրած ինչպիսի մասնակցություն է ունեցել եւ ինչ դրսևորում է կարողացել ցուցաբերել դրանում։ Հիմա փոքրիկ Արցախը, որ 100-120 հազար ամբողջական կազմով ազգաբնակչություն ուներ, ինքնուրույն տնտեսություն որպես այդպեսին իր պահանջներն ու կարիքները բավարարելու համար չուներ, պետք է կարողանար մի քանի միլիոնանոց 9 տարբեր բաներով 10 միլիոնանոց
Ադրբեջանի եւ օժանդակող այլ պետությունների հետ պատերազմ էր ու հաղթեր։ Հնարավոր է այդպիսի բան։ Ես մարդկանց պատկերացումն եմ ուզում հասկանամ, էլի դա հասություն է։ Եթե զուտ ֆիզիկական բախումը նկատի ունեն, ֆիզիկական բախում իհարկե եղել է, բայց արդյոք այդ շրջափակման ժամանակաշրջանում, երբ Արցախցին իր տանը նստած հրաժարվում էր Ադրբեջանից ուղարկած օգնությանը եւ այլն, դա պատերազմ չէր։ Եվ արդյոք չէր կռվում Արցախցին այդ ժամանակ։ Այն ճնշումները տնտեսական, տեղեկատվական եւ այլ ուղղություններից, որ կար եւ դիմակայում էին ու կարողանում էին իրենց տանը, իրենց բնորանում ապրել։ Արդյոք այդ պատերազմ չէր եւ արդյոք այդ պատերազմում իրենց մասնակցությունը չունեին։ Հիմա գալով այդ զենք զինամթերք թողնելու։ Զենք զինամթերքը այն բանը չի, որ վերցնենք ձեր տաղավարում այս կամերաները, ով ասես կարող է վերցնել եւ օգտագործել։ Հանենք փողոցից մեկին բռնենք, ասենք եկեք մեզ նկարահանումները կազմակերպ, կստացվի։ Իհարկե զենք զինամթերք եղել է։ Ես իհարկե համաձայն չեմ այդ ասած թվերին, որ մնացին պահեստներում եւ այլն։ Բայց այդ զենք զինամթերք օգտագործող էր պետք։ Այդ զենք զինամթերքը օգտագործողին նախապատրաստել, պատրաստել, ներդաշնակել եւ համապատասխան խնդիրների կիրառել էր պետք։ Կար այդ ռեսուրսը Արցախում։ Թե պետք է նորածին երեխաներին կամ ձեր կանանց ու պապիկներին այդ զենք զինամթերքը տային, ասեն գնացեք կռվեք։ Քանի տոկոսներ արցախցիների, որ համապատասխան պատրաստություն եւ հնարավորություն ուներ այդ զենք զինամթերքը օգտագործելու։ Եվ քանի տոկոսը գտնվելով այսօրվա այս իշխանությունների ազդեցության տակ հրաժարվեցին դա անելուց։ Եղել են այդպիսի դեպքեր, բայց իհարկե եղել են, շատ ավելի վատ բաներ են եղել, որ քաոս առաջացնելու, խոճապային տրամադրություններ ստեղծելու մեջ հատկապես շունչը այդ մարդկանց այնտեղի ներկայացուցիչների միջոցով արտահայտվում էր պարզ։ Ինձ որ մեղա արցախցին չի, արցախցին արել է անհնարը, իրականում արել է անհնարը, եթե մարդ մինչև վերջ իր հակառակորդին չի հանձնվել, գլուխը բարձր, կսկիծը սրտում լքել է իր հայրենիքը, իր տունը, իր տարիներով ստեղծածը թողել է, բայց չի հանձնվել, չի համաձայնել իրեն ստորացնող որևէ քայլի, դա պարտություն է, դա էլ յուրօրինակ հաղթանակ է։ Ես պիտի մի դրվագ հիշեցնեմ, պարոն Խաչատրյան, երբ Ցորենի ներմուծման հետ կապված հիշում եք ադրբեջանական կողմը առաջարկում էր Աղդամից ներս բերել Ցորեն, իրենք մերժում էին։ Հիմա Ադրբեջանի տարածքով Հայաստան շրջափակում չկա, բայց Ցորեն այնուամենայնիվ գալիս է։ Այլ հարցը դա ինչ որակի է եւ որքանով կիրառվում է սնունդի մեջ, մարդկանց սննդի մեջ, որտեղ ասում են անասնակերին նույնիսկ չի կարելի օգտագործել որպես անասնակեր, բայց եւ այնպես։ Ես մի քանի բանով դա ներկայացնում։ Տեսեք, համեմատենք արցախցու հայաստանցու վերաբերմունքը։ Մենք այնպես չի, որ սովում ենք, խաղացած վիճակ կա, ծորենի կամ հացի պակասություն ունենք երկրում, բայց ուզում ենք, ընդունում ենք, գալիս է այդ, եւ անկախ նրանից, ինչ որակի է, որ երկրից է, Ադրբեջանով է հասնում եւ սա ընդունում ենք, բայց երբ Արցախում երեխան սովահար վիճակում էր, երբ ծնողը չէր կարող իր երեխային մի կտոր հաց տար եւ ընդհանրապես ասած կասկած կար, որ սովամահ կլինի թե չէ, չընդունեցին դա։ Հիմա Արցախցին է կռվել, թե հայաստանցին։ Համեմատություն էլ չէ պարզ։ Անկախ որակից, անկախ մոտեցումից եւ այլն։ Հայեր կան, հայաստանցիներ կան, որ չեն ընդունում, համաձայն չեն եւ ինչ որ դեպքում փորձում են խոչընդոտել կամ իրենց վերաբերմունքը բացական առումով ցույց են տալիս, սա բոլորին չի վերաբերվում։
Բայց միասնականությունը կռվելու այդ պատրաստականությունը իրենց հողի համար զոհվելու նաև պատրաստությունը երևում է, չէ՞։ Պարոն Խաչատրյան, այնուամենայնիվ ինչ խնդիր է այսպիսի հայտարարություններով փորձում լուծել Փաշինյանը, երբ նաև այդ թվում օգտագործում է ճոպրել, փախնել այս եզրույթներով, ինչ է փորձում անել։ Ոչ մի բան էլ չի փորձում անել։ Ինքը դեռևս նոր այս իշխանության գալուց սկսած էլ մարդկային խառնվածք է, բնավորություն է, որ պատասխանատվության զգացում երբ մարդ չի ունենում, երբ այդ պատասխանատվության ծանրությունը բեռը չի պատկերացնում ինչ է, եւ չգիտի այն քայլերի հաջորդականությունը, որոնցով շարժվելով պետք է այդ բարդությունները հաղթահարվի եւ վիճակներ ստեղծվի, որտեղ ավելի կայուն դիրքեր կունենանք, սկսում են մեղավորներ գտնել, մեղավորներ նշանակել, մեղավորների միջոցով իրենց չարածները արդարացնել։ Եթե ինչ որ բան էլ փորձում է անել, իր վրայից ուղղակի ուշադրություն շեղելն է, որ իրեն նորից չկարգեն կամ որպես պատասխանատվության չենթարկեն։ Ինքը ոչ մի բան խոշոր հաշվով ասած չի անում, որտեղ բոլորն էլ ում հետաքրքիր է, ով ունի իրական պատկերացում եւ սառը մտածելու հատկություն, հասկանում է ով ինչ է արել, ինչ հնարավորություն կար, իհարկե եղել են թերություններ, բացեր եւ այլն, բայց միանշանակ ճողոպրել են, փախել են։ Փախնողների մասին հələ շատ երկար, շատ եւ այդ կազմակերպելու եւ դրա շարժառիթներն ու կամ հնարավորությունները ստեղծելու մասին խոսվի։ Միակնարկել անեմ այստեղ, եթե թույլ տաք։ Փախնելու եւ ճողոպրելու մասին խոսում է մարդ, ով 2020 թվականի նոյեմբերից իր հայտարարություններն անում էր բունկերից։ Եվ սա այն դեպքում, երբ ուղիղ սպառնալիք իրեն չկար։ Եվ ոչ միայն, շատ այլ դեպքեր էլ կան։ Բունկերից չի արել իմիջիայլոց հայտարարությունը։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, զրուցում էի գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։